Մենք ժամանակի առումով մոտ 5-7 րոպե ունենք, փորձենք։ Ես խնդրեի իր հարևան երկրում Իրանի հետ կապված եւ կուզենայի, ասենք, ինչ պրիզմայով ձեր խոսքը մեզ լսողները, հետևորդները լսեն, գնահատեն Հայաստանի իշխանությունների կեցվածքը Իրանում տեղի ունեցող դեպքերի հետ կապված առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ օրերը հայտարարությունները, ասենք, իրենց աշխատանքային ժամերը, հրապարակային ելույթները, Վրաստանում կեցվածքը եւ ըստ այդմ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության կեցվածքը այսօր եթե լռությամբ է, արդյոք այդ լռությունը երկար կարող է տևել, թե չէ։ Դե շատ կարճ, ուրեմն զուտ փաստերով Փաշինյանը արձագանքեց այդ դեպքերին եւ ցավակցություն հայտնեց իրանական կողմին մարտի 2-ին, այսինքն 3 օր հետո երրորդ օրը, հա, երբ որ Ալիևը երկրորդ օրն է դա արել, ընդ որում Ալիևը գնացել է դեսպանությունում այդ ցավակցություն հայտնել, եզակի դեպքեր։ Այո, իսկ Փաշինյանը զանգով է արել, բայց ամեն դեպքում լավավոր արել է, դա նշեմ, սա մեկ, երկրորդը հասկանալի է, ինչու ինքը դա ուշացումով արեց, որովհետև մի բան գիտակցենք, եթե պատկերացնենք, որ Իրանը փլուզվում է եւ Հայաստանը ոնց որ իրանական ճամբարում է, հավելեմ, որ մինչ այս ամերիկյան հարձակումը Իրանի վրա Հայաստանն ու Իրանը ունեն բավականին ինտենսիվ երկխոսություն պետական մարմինների մակարդակով, եթե ԱՄՆ-ն հաղթում է, ենթադրենք, հա, ու դիտարկում է Հայաստանը որպես իրանամետ երկիր, ապա Հայաստանը կարող է հետևանքների հետ բախվել։ Դրա համար Փաշինյանը սպասել է մինչև պարզ դարձավ, որ Իրանը դիմակայեց ու հետո արդեն զանգել է ցավակցությունով։ Սա հասկանալի է։ Ուրիշ բան Իսկ կներեք, ես այստեղ մի կարևոր դրվագ, հա, այդ 3 օրվա ընթացքում իր կեցվածքը, երբ Իրանում հայտարարվեց 40 օր սուկ, արդյոք բարեկամ, հարևան եւ համագործակցող երկրի ղեկավարի կեցվածք էր։ Դե ինքը մենք հասկանում ենք, որ ինքը ոչ թե Իրանն է դիտարկում որպես հիմնական բարեկամ, այլ ուրիշ պետությունները։ Այնպես որ որպես բարեկամ պետության հաջողական կեցվածք էր Իրանի թշնամի պետություններին, մեծ հաշվով այո, իհարկե, բայց մյուս կողմից ինչը խնդրահարույց է, իհարկե դա այն է, երբ Իրանի եւ Ադրբեջանի միջև միջադեպ է տեղի ունեցել, հիմա դեռ անհայտ է ինչ պատճառներով։ Նախիջևանը նկատի ունեմ, Փաշինյանը զանգում է, ավելի ճիշտ ոչ թե Փաշինյանը, այլ Արարատ Միրզոյանը զանգում է Բաքու, հետո ինքը զանգեց նաև Անկարա, ինքը զանգեց Բախրեյն, զանգեց Էմիրություններ, զանգեց Քուվեյթ ու Սաուդյան Արաբիա եւ չզանգեց Իրան։ Եվ հետո Ադրբեջանը հրապարակում է իրեն աջակցած երկրների ցուցակ, որի մեջ Հայաստանը ընդ որում վերջին տեղում։ Հիմա տեսեք, մի կողմից այն զանգի մասին տեղեկատվությունը, որը տարածվել է, այդտեղ աջակցության խոսքեր չկային, ընդամենը ոնց որ խորը մտահոգություն, բայց մյուս կողմից այն որ զանգել են Ադրբեջանին ու չեն զանգել Իրանին, դա արդեն ցույց է տալիս, որ փորձել են հաջողանալ այո Իսրայելին ու ԱՄՆ-ին միանշանակ։ Եվ այստեղ գալիս է իհարկե հարց, որ իհարկե Իրանում դա նկատել են եւ այլն։ Սա իմ կարծիքով շատ մեծ սխալ է եղել ու անթույլատրելի, բայց դե այդ մեր բոլոր թվարկած սխալների մեջ ուղղակի շատ լավ տեղավորվում է։ Այն որ բայց ամեն դեպքում Իրանը շատերը կային, որ վախենում էին նույնիսկ, որ կարող է Իրանը Հայաստանն էլ խոցի, չգիտեմ, ամերիկյան դեսպանությունը կամ ինչ-որ ուրիշ բան։ Իդեպ ասեմ, որ հիմա դատակենտրոնի կառուցման մասին է խոսքը գնում, բայց օրինակ Իրանը Էմիրություններում 2 խոշոր դատակենտրոնը խոցել է շատ մեծ ներդրումներով եւ դրանք ոչնչացրել է։ Եվ այսպիսով սա էլ դիտարկենք, հա, դատակենտրոնները, արհեստական բանականության դատակենտրոնները կարելի է համարել ժամանակակից ենթակառուցվածքների կրիտիկական հատված։ Այսպիսով կրիտիկական ենթակառուցվածքեր, ռազմավարական օբյեկտներ, ոչ պակաս կարևոր, քան թե օրինակ, չգիտեմ, ջրային մատակարարման համակարգ կամ գազի համակարգ։ Այսպիսով սա այս կողմից, հա։ Մյուսը ամեն դեպքում դիտարկենք, որ Իրանը Հայաստանին չի խոցելու։ Այն երկրների շարքը, որը կա, որոնց Իրանը հարվածում է, Հայաստանը դրան շարքում չի լինելու։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունը կարող է ինչ ուզի թույլ տա եւ Իրանը չի արձագանքելու։ Իրանը արդեն հայտարարել է, որ ոչ մի բան չի նայում, գոյութենաբանական պայքարն է վարում ու վարվում է խիստ։ Ուղղակի Իրանը փորձում է
Անկամ Ուկրաինայի ուղղությամբ հիմա մեր հետևորդը ուզում է որ այս հարցի պատասխանը Ալեքսը, ասում ես հարցին պատասխանեք, բայց ես անկեղծ լուրջ հարց էի տվել այսօր իրանական կողմը օֆիցիալ հայտարարեց, որ կարող է հարվածել Ուկրաինային, դա ինչ վտանգ է կրում, պարոն Նահապետյանն ուղղված, բայց երկուսի կարծիքն էլ ուզում ենք լսել եւ ինչ զարգացումներ է կանխատեսում։ Դե Ուկրաինան շատ հստակ հակաիրանական դիրքորոշում հասարեցրել է վերջի 2 շաբաթվա ընթացքում եւ նույնիսկ մասնագետներ ուղարկում Էմիրություններ, Սաուդյան Արաբիան եւ այլն եւ հայտարարել է որ թրջող սարքեր դեպ հայկական եւ հայտարարում է որ դա համաշխարհային պատերազմ է, որ Իրանը չարիք է եւ այլ։ Պարզ է որ Իրանը ուզում է ինչ որ կերպ արձագանքել եւ պարզ է որ հերույա, բայց ամեն դեպքում վտանգ այն է որ եթե խոցվի ու հանկարծ մեր տարածքն գնի պատահական զոհ կարող ենք ունենալ, այդքան վտանգ եմ տեսնում, բայց մյուս կողմից մեր համար գոնե, բայց ամեն դեպքում ուզում եմ հաշվի առնենք, որ Իրանը դա ոչ միայն պետություն է, այլ նաև քաղաքակրթություն, Իրանի հետ ցանկացած պարագայում, անկախ նրանից, որ մենք լիքը դեպքերում շահեր համընկնում, որը այդպես է, բայց ամեն դեպքում ցանկացած պարագայում պետք է պահենք շատ լավ հարաբերություն եւ շատ գրագետ քաղաքականություն պետք է վարվի եւ Իրանի ուղղությամբ բազմաթիվ հնարավորություններ, որոնք ունեցել ենք վերջի 5-6 տարվա ընթացքում, ելի չեն օգտագործվել, բայց հույս ունեմ, որ ապագայում կօգտագործվեն, որովհետեւ իսկապես այդ հնարավորությունները շատ են, բայց ամեն ինչը նաև կախված է նրանից, թե ինչպես վերջանալու է այս բախումը, որը շատ դժվար է։ Ինչ որ բան կանխատեսել, թե դե եկեք ինչպես դուրս գալ Իրանից ամեն ինչ։ Պարոն Նահապետյանը արձագանքի։ Ես կարծում եմ ինքը հիմա այս պայն գնում է ռեսուրսային պատերազմ եւ ռեսուրսային պատերազմով առ երևույթ Միացյալ Նահանգները շատ ավելի հզոր է իր դաշնակցով Իսրայելով, դեռ ես ՆԱՏՕ-ի անդամ երկրներին չասեմ, բայց տեղում կիրառական առումով ռեսուրսային հաղթանակ ունի Իրանը, որտեղ Իրանը զենք, զինամթերք, հրթիռներ իր ցանկացած տարածքից մարտական գործողությունների կամ արձակման վայրեր տեղափոխելու համար սկզբունքորեն որևիցե խնդիր չունի, պատկերացրեք Միացյալ Նահանգների 2 ավիակիր մարտի դաշտը լքեցին կոնկրետ ռեսուրսի պահով։ Ճիշտ է, մի ավիակիրի մասին խոսակցություն կա, որ որոշակի վնաս կրել է հարվածից հետո, բայց նրանք գնացին, ասենք նույն ինքնաթիռների եւ նավի անհրաժեշտ հրթիռները եւ հոբ միջոցները, որ պակասել են, գնացին լրացնել, այսինքն Միացյալ Նահանգները, որովհետեւ ունենա հնարավորություն, որ բերի իր անձնակազմը, իր զենքը, զինամթերքը, հրթիռները, ընդ որում իրանական կողմը, ասեմ ձեզ, արդեն 5-րդ վերալից կարողով ինքնաթիռն է խփում, սա շատ կարևոր է, մենք սրա վրա ուշադրություն չենք դարձնում, այդ ինքնաթիռների քանակը այդքան շատ չէ, օրինակ Իսրայելը ունի 12 հատ։ Իսրայելը մոտ 2000 կիլոմետր ինքնաթիռը պիտի թռչի մարտական խնդիր կատարի հետ գնա, վառելիքը չի երիկու։ 12 հատ էս այն ուրեմն առաջին 12 օրվա ռազմական բախման ժամանակ 200 ինքնաթիռներ առաջին օրը մասնակցել, որից մոտ 50 ինքնաթիռներ Իսրայելը կարողացել լիցքավորել։ Մնացածը ամերիկյան, լիցքավորող ինքնաթիռներ։ Հիմա Իրանը հստակ խնդիր է դրել օդուժում երկնքում հակառակորդի առավելությունը որոշակի չեզոքացման համար հիմա թիրախավորում է վերալիցքավորող ինքնաթիռները։ Ես կարծում եմ, որ սկզբունքորեն Իրանը հիմա պայմաններ է դնում, իսկ այդ պայման դնող պետությունը վստահաբար ոչ կապիտուլյացիա ստորագրող պետությունն է, ինչպես ներկայացնում է Միացյալ Նահանգների նախագահը։ Ասում եմ, մենք արդեն հաղթել ենք եւ Իրանը պետք է կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրի։ Այնինչ պարզում է Իրանը առնվազն 5 պայման է դրում պատերազմը ավարտելու համար։ Այսինքն պատերազմը սկսել է Իսրայելը եւ Իրանը, բայց պատերազմը ավարտում է Իսրայելն ու ԱՄՆ-ը, իսկ հիմա ավարտում է Իրանը։ Ես կարծում եմ, որ եթե որոշակի առումով երկարեց փոխադարձաբար հրթիռների օգտագործումը, քրիտիկական ենթակառուցվածքների հարվածելը, այս առումով առավել քան համոզված ասեմ համաշխարհային տնտեսությունը բոլոր առումներով այն տնտեսական հիմա եւ նավթի հետ կապված ճգնաժամը որ կա ավելի շատ հարվածելու է եւ Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, եւ Ճապոնիային, որ իր նավթի առույցի բաժին իրենք էին։ Բոլոր այն երկրներն, որի նավթը Հորմուզի ուրեմն նեղուցով է դուրս գալիս։ Իրանը այո կորուստներ ունենալու է, այո Իրանի տնտեսությանը կոնկրետ առարկական հարված է, բայց Իրանը ամենակարևոր հաղթանակն է տալու իր գոյութենական պատերազմում ինքը հաղթած է դուրս գալու։ Եթե այդպես է, ապա Իրանի
նորընտիր Ռակբարը գերագույն հոգևոր առաջնորդի վերջին պայմանը, որը դրվել է, ծոցի ոչ մի երկիր ամերիկյան բազապտի չունենա։ Իսկ սա պայմանը ինքը ասում է, որ երաշխիքը, որ մեր դեմ որևիցե գործողություն Միացյալ Նահանգները այդ երկրներում ծոցի, Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեզ չեն թիրախավորի։ Սա պոտենցիալ հաղթող երկրի պայման է։ Ես կարծում եմ, դա Աստված, որ դա շուտ ավարտվի, բայց նույնիսկ եթե ձգվի, վստահաբար չի ձգվելու մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր, որտեղ նոյեմբերին Միացյալ Նահանգներում Պարլամենտի միջանկյալ ընտրություններ կոնգրեսի, իսկ այնտեղ Տրամպի պարտությունը հանրապետականի, դա շատ լուրջ հետևանքներ կարող է հանրապետականի եւ իր տեխնացու նախագահ Տրամպի համար արժանալ, նա համար Տրամպը ժամ առաջ փորձում է այս թնջուկը լուծել։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ կապված, ես կարծում եմ Ուկրաինայի նախագահ փորձում է իր վրա եւս ուշադրություն բևեռել, հաշվի առնելով, որ ինքը գումարը չստացավ Եվրամիությունից Հունգարիայի արգելքի դեպքում։ Իսկ եթե չի ստացել, զենք չկա, եթե զենք չկա, ապա ռուսական կողմը եթե ռազմավարական հարձակման անցնի, ապա Ուկրաինայի վիճակը բավականին ծանր է։ Դե համար ինքը, ինչպես ասում են, իրեն պատե տալիս փորձում է նոր ռազմական բախտման մեջ գոնե իր անունը Ուկրաինա պետություն, իր մասնագետներ եւ այլն, որոշակի ներգրավվածություն, որ միգուցե նաեւ այդ գումարների հետ կապված խնդիրը լուծի, որը որ նաեւ իրեն հնարավորություն կտա զենք զինամթեր գնել։ Հաշվի առնելով, որ նույն արգելք հանցածող Հունգարիայի նախագահի նկատմամբ ուղղակի հրապարակավ որս է հայտարարվել եւ կոնկրետ բացահայտ ասել Զելենսկին, Ուկրաինայի ոչ ստատուսային նախագահ, որ կարող է ֆիզիկապես նա եւ նա ընտանիքի անդամների հետ որոշակի գործողություններ անել։ Կարծում եմ սա եւ մի հարց էլ ինձ տվեց, ես շատ հակիրճ ասեմ, այդ տեղանունների հետ կապված ադրբեջանական բնակարարի մեր խոսքի սկզբում, դա այո, եղել է 1600-ականների սկզբին, երբ այս տարածքից ազգությամբ հայերը տեղափոխվել են Իրանի այն ժամանակ Պարսկաստան, դա Սեֆյանների շահերի ժամանակներն ա եղել եւ այնտեղից բերվել են իրական ազերիները, ոչ Ադրբեջանում, որտեղ իրենք իրենց ազեր են անվանում, որոնց արմատները եթե նայենք նույն Լենինի աշխատությունում կովկասյան թաթարներ են եղել։ Եվ տեղանունները, որ ազերիներ եկել են այստեղ, այդ բնականաբար մոտ 200 տարուց ավել այստեղ ապրել են եւ բնականաբար մինչեւ ասենք ապրել են դրանց հետո ասենք 1828 թիվն է Երևանի խանությունը Թուրքմենչայի պայմանագրով, հա, ազատագրվել Նախիջևանի խանության հետ միասին, բայց տեղանունները մնացել են, այսինքն այդ բնակավայրի այստեղ տեղանունները ուղղակիորեն կապված է այն Շահ Աբասի ժամանակ, երբ հայերին տարել են Պարսկաստան, իսկ Պարսկաստանից ազերիներին բերել են մեր տարածք։ Այս բանին մի երկու բան ավելացնեմ։ Այո։ Տեսեք, ընդունված է մտածել ընդհանրապես մեզանում, որ 1604 թվականին, երբ որ հայերին տարհանել են, այստեղ գրեթե հայությունը չի պահպանվել, բայց իրականում հայությունը շարունակեց մեծամասնություն մնալ ներկայիս Հայաստանի տարածքում։ Ուղղակի ինչա տեղի ունեցել։ Արարատյան դաշտավայրը մեծամասամբ եւ Վայոց ձորը մեծամասամբ մաքրել են հայերից եւ իսկ թուրքական տարը, ասենց ասեմ, լցվում էր դանդաղ եւ դանդաղ։ Հիմա ինչի օրինակ նույն Երևանի խանության տարածքում հայերի կշիռը շարունակեց նվազել։ Օրինակ նույն 1673 թվականին երկրաշարժ եղել, 1722 թվականին Թուրքիան հարձակվել է եւ Երևանի բնակչությունը, որը համարյա 85%-ը հայերն են եղել, դիմագրավեց շատ լուրջ, նույն ժամանակ Արցախի վրա են հարձակվել ու Արցախն էլ իրանց ջախջախել է եւ այլն։ Եվ ինչ ենք տեսնում, այսինքն իրականում այս ռուս-պարսկական պատերազմների ընթացքում ոնց որ անընդհատ այդ պատերազմների ընթացքում հայկական բնակչությունը սկսեց գաղթել ու այդ թուրքական մեծամասնությունը նույն Արարատյան դաշտավայրում միայն, որովհետեւ օրինակ Շիրակում, օրինակ Սյունիքում, որոնք Երևանյան խանության մաս չէին հանդիսանում, հայկական մեծամասնությունը միշտ կար։ Հիմա այդ տեղանունները իրականում իրանք նույնիսկ բնակչությունից չեն ծնվել, այլ վարչական առումով, քանի որ թուրքական ցեղեր են իշխել այդ Սեֆևյան կայսրության ժամանակ, թուրքական ցեղերին է տրված եղել այս տարածքը, իրանք վերանվանել են վարչական մակարդակում, այսինքն պետությունն է վերանվանել։ Այո, այդպես էլ մնացել է, դա անվանում են։ Այո, նկատի ունեմ դա նրանից չի, որ այդքան շատ թուրքերը ապրել են ստեղ, այլ նրանից է, որ իրանք պետական, այո, մակարդակով։ Այս այն հարցի պատասխանը, որ նաև ինձ էր ուղղված,